Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 6-րդ գլուխ Դաբանագին վերաթարցը Դիրոջ դաբանագը փղշտացներուն երկրի մեջ 7 ամիս մնաց։ Փղշտացները իրենց քուրմերն ու թութերը գանչեցին եւ ասին. Ինչ ունենք Եհովայի դաբանագը, մեզի իմացուցեք թե զայն ինչպես իր դեղը ղրգենք։ Անոնք ալսին. Եթե Իսրայելի աստուծույն դաբանագը ղրգեք, զայն բարապ մի ղրգեք, հաբա անբաջար հանցանքի բادرակ մատուցանեցեք անոր։ Այն ադեն բիդի փուժվիկ, ու բիդի գիտնաք թե ինչու անոր ցերկը ցեզ մե չի հերանար։ Հետո իրենք ասին. Անոր ինչ տեսակ հանցանքի բادرակ մատուցանենք, անոնք ալ պատասխանեցին. Փղշտացներուն նախարարներուն թիվով 5 ոսկի թութքի ուրեցքներ ու 5 ոսկի մուկ ընձադվեք, քանի որ ծեր ամենուն վրա եւ ծեր նախարարներուն վրա միևնույն բադուհասի եղավ։ Ուրեմն ծեր թութքի ուրեցքներուն բատկերներն ու ծեր երգիրը գործանող մուգերուն բատկերները շինեցեք եւ Իսրայելի աստուծույն փառք տվեք։ Թերևս իր ցերկը ծեր վրայեն, ծեր աստվածներուն վրայեն ու ծեր երկրին վրայեն վերցնե։ Եվ ինչու ծեր սիրտերը կխստացնեք, ինչպես եգիպտացիներն ու փարավոն իրենց սիրտերը խստացուցին։ Աստված իրենց մեջ հրաշքներ կործել են եւ չէ որ զանոնք արցագեցին որբես երթան։ Հիմա նոր սայլ մշինեցեք ու երկու գաթնդու երինչ արեք, որոնց վրա փնավ լուծ տրված չլա։ Երինչները սայլին լծեցեք եւ անոնց ցակերը անոնց կովեն դուն վերաթարցուցեք։ Եհովայի դաբանագը արեք ու զայն սայլին վրա τρեք։ Բզդիկ արգովը անորքով τρեք այն ոսկե իրերը, որ դուք անոր պիտի մատուցանեք իբր հանցանքի բادرակ եւ զայն ղրգեցեք որբեսի երթա։ Նայեցեք անոր, եթե իր սահմանին ջամփայով փեցամյուս բարձրանա, անիգա է այս մեծ ճարիքը մեզ ենողը, թե ոչ, պիտի գիտնանք թե անոր ցերկը չէ մեզ հարվածողը, հաբա այս բանը թիպվածով բադահեր է մեզի։ Այն մարդիկը այդպես ըրին, երկու գաթնդու երինչ արին, զանոնք սայլին լծեցին եւ անոնց ցակերը դան մեջ արկելափագեցին։ Ապա դիրոջ դաբանագը նաեւ ոսկի մուգերուն եւ իրենց թութքի ուրեցներու բատկերներուն բզդիկ արգը սայլին վրա դրին։ Երինչները ուղիղ փեցամյուսի ջամփան բռնեցին եւ բողոդայեն փարաչելով կացին։ Աչ գոմ կամ ցախ գոմը չխոդորեցան։ Փղշտացներուն նախարարները մինչև փեցամյուսի սահմանը անոնց յետևեն կալեցին։ Փեցամյուսացիները հովիդին մեջ ծորենի հունց կգանցեին։ Իրենց աչքերը վերցնելով դաբանագը տեսան եւ ուրախացան զայն տեսնելով։ Սայլը փեցամյուսացի Հեսուի արդը մտավ ու հոն գայնեցավ։ Մեծ քարմը գար հոն։ Սայլին փայդերը ջեղկեցին եւ երինչները դիրոջ ողջագեզ մատուցանեցին։ Ղևդացիները դիրոջ դաբանագն ու անոր հետ եղող ոսկե իրերուն բզդիկ արգը իջեցուցին եւ այն մեծ քարին վրա դրին։ Այդ օրը Փեցամիսի մարտիկը դիրոջ ողջագեզներ ու զոհեր մատուցանեցին։ Փղշտացներուն 5 նախարարները այս բաները տեսնել ետք նույն օրը ագարոն վերաթարցան։ Ավասիկ այն ոսկի թութքի ուրեցները, որոնք փղշտացները իբր հանցանքի բادرակ դիրոջ մատուցանեցին։ Մեկ հատ Ազովդոսի համար, մեկ հատ Քազայի համար, մեկ հատ Ասգաղոնի համար, մեկ հատ Քեթի համար ու մեկ հատ Ագարոնի համար։ Ոսկի մուգերը փղշտացներուն 5 նախարարություններուն բոլոր քաղաքներուն թիվովն էին։ Բարսպաբատ քաղաքեն մինչև ամբարիս փյուղը ու մինչև այն մեծ քարը, որուն վրա դիրոջ դաբանագը դրվեցավ։ Մինչև այսօր այդ քարը Փեցամյուսացի Հեսուի արդին մեջ կգենա։ Դաբանագը Գարյաթարիմի մեջ։ Դերը Փեցամյուսի մարտիկը զարգավ, քանի որ անոնք դիրոջ դաբանագին մեջ նայեցան։ Ժողովուրդեն 50,070 մարդ զարգավ։ Ժողովուրդը սկաց, քանի որ դերը ժողովուրդը մեծ հարվածով մը զարգեր էր։ Փեցամյուսի մարտիկը ասին. ով գրնագայնիլ դիրոջ այս սուրբ աստուծույն արչև, մեզ մե երթալով որոնք ով պիտի բարձրանա։ Ուստի Գարյաթարիմի բնագիշերուն պատգամավորներ ղրգեցին ասելով. Փղշտացները դիրոջ դաբանագը վերաթարցուցին։ Իջեք ու զայն ցերկով բարձրացուցեք։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։